Առանձնացված էր սկզբից Գառնիկ Դանիելյան ասում էր դա արհեստական բանականությամբ հասարակված, արհեստական բանականությամբ ասում էին սարքված, հետո հասկացան, որ ապուշություն է իրանց ասածը, սկսեցին պնդել, որ կոնտեքստից է կտրված, հետո հրապարակեցին ամբողջական կոնտեքստը եւ պարզ դարձավ, որ ոչ թե որոշել էին, որ պետք է գյուլել 1-2 իշխանականի, այլ պետք է գյուլել ցանկացած մեկին, ով համաձայն չի իրենց տարված քարոզչության հետ, հետո էլ խոսում էին այն մասին, որ պետք է նաև այդ գյուլելու process-ը սկսել իրանց թիմակիցներից, որոնց որ նստացնելու են փողի վրա, բայց մի վարքյան կավարտեմ բոլորիդ հարցերին անխտիր պատասխանելու եմ, ինչևէ, ել չեմ խոսում այն մասին, որ այնտեղ տոննայանոց ձայնագրություններ կային փողոցներ ու մաստրիկներ շահ տալու անմեղ ոչ մի բանի հետ կապ չունեցող քաղաքացիների կյանքը վտանգելու հետ, ամբողջական այդ ձայնագրությունները հրապարակելու հնարավորություն ունեն դատապաշտպանները, բայց ենթադրում եմ չեն հրապարակում, որովհետև այնտեղ եթե ամբողջական հրապարակեն, իրենց համար ել ավելի վտանգավոր բաներ կլինի։ Վերադառնալով ձեր հարցին, հարգելի գործընկերներ, այն որ Վարդանիկը ինքն իր բնույթով ակնհայտորեն հանցագործ, կրիմինալ, ինչ ասեմ, լափակեր եւ այլն, այսպես շարունակ, դա ինձ թվում է տեսանելի է։ Սա հասկանալու համար ուղղակի պետք է գնալ Գյումրի, կանգնել օրինակ Գյումրու միջին վիճակագրական շենքերի, փողոցների, բակերի եւ մնացածի առաջ, որոնք որ վերջապես սկսել են փոքրի շատ է տեսքի գալ 2018-ից հետո, երբ Գյումրիում վերջապես ասֆալտ է եղել այդ փոսերի փող։ Ու հետո գնալ կանգնել Վարդանիկին պատկանող այն գերշքեղ հյուրանոցի առաջ ու փորձել ինքներդ ձեզ հարց տալ։ Արդյոք 200,000 կամ 300,000 դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե կոռուպցիոներ չի, եթե համայնքի փողերը լավ փող չի, եթե սրիկա չի, այդ ամեն ինչը անող, ո՞նց է կառուցել այդ գերշքեղ։ Ձեր իշխանության ներկայացուցիչները այդ ո՞նց են այդ ասадնյակները կառուցում։ Հարգելի տիկին Ջեբեջյան, հարգելի տիկին Ջեբեջյան, դուք լրագրող եք, ես ազգային ժողովի պատգամավոր եմ, իշխող կուսակցության փոխնախագահն եմ եւ մամուլում հրապարակումներ են եղել, կարծեմ, եւ իմ հիպոթեկով գնված բնակարանի հետ կապված եւ ձեր հիպոթեկով գնված բնակարանի վերաբերյալ ու իմ տպավորությունն այնպեսին է, որ իմ ու ձեր հիպոթեկով գնված բնակարանները համարժեք են ու հենց այս երևույթից ելնելով արդեն իսկ այդ ձեր պնդումները բանտն են։ Պարոն Ալեքսանդրյան, դուք Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Ժողովուրդ ջան, ես շատ լավ գիտեմ ու շատ լավ սրա մասին ասում եմ։ Անիֆի համար իրանք չեն հարցնում, իրանք այդքան ուղեղ չունեն, որ Անիֆի համար հարցնեն, Անիֆի համար մենք ենք հարցրել, այդ նույն իրավապահ համակարգը, որ հիմա գնացել է Վարդանիկից է հարցնում, այդ նույն իրավապահ համակարգը գնացել Անիֆի համար է հարցրել, որ այն բանը, Աննա Գրիգորյանը բանը, մատի փաթաթան սարքած օրը մեջ Անիֆ են ասում, դա այդ նույն իրավապահ համակարգի արածն է, այն որ հիմա ասում եք անմեղության կանխավարկած, երբ որ խոսքը վերաբերվում է Վարդանիկին, օй անմեղության կանխավարկածը մարդու իրավունքները դեն, բայց Անիֆի ժամանակ այդ նույն բաները չեք ասում։ Իմ դեպքում այդ ամեն ինչ տարբեր է ձեզնից, գիտեք ինչի, որտեղ չէ, մի վարքյան, ժողովուրդ ջան, իմ ու ձեր տարբերությունը, ձեր քաղաքական այն ուժերի, որոնց որ դուք սատարում եք, տարբերությունը հետևյալն է։ Ոչ մի ուժի չեմ սատարում, իգիտություն։ Արթուր Վանեցյանը լավ է Արթուր Վանեցյանը։ Հետ ինչ կապ ունեմ։ Դե լավ, հիմա եկեք։ Մեղա տեր Սուրբ Գևորգ, մեծ ասեք ինչ կապ ունեմ, ես է իմանամ։ Լավ, ասենք շատ օթում բանաները։ Եղավ, տիկին Ջեբեջյան։ Չախանու վիշարները տալիս, բայց դե տան չախանը գուցե, բայց ինչև է, թողեք ասեմ այդ տարբերությունը, որն է, հետո Փայլակ ջան։ Տարբերությունը այն է, ժողովուրդ ջան, որ իմ համար տարբերություն չկա առանձնապես։ Եթե ինչ որ մեկը փողա լափել Անիֆում, ուրեմն ինքն է պետքա պատժվի։ Եթե ինչ որ մեկը փողա, երբ որ բոլորը Դե տեսեք, ուղղակի Վարդան Ղուկասյանի դեպքում այնքան արագ է լինում։ Ո՞նց է արագ լինում, այս 8 տարիա դատերը գնում է։ 8 տարիա դատերը, բա այն մնացած գործերի հետ կապված, որ դանդաղա գնում եք, ի չեք ասում։ Ուր էր գնում։
Դե բայ ասենք նույն մարդը դատվում է մի 4-5 հատ գործով, այն երկու գործին է տանտեղա գնում, մեկին է արագ է գնում։ Այդ սկսել եք բողոքել, որ գործերն արագ են գնում, ժողովուրդ ջան։ Ես որ բայց Մեր գործերը արագ չեն գնում, երբ որ մենք ենք դատի տալիս ձեր իշխանության աջակիցներին մեզ վիրավորելու, զրպարտելու համար, այդ գործերը քնած Վայ, են։ տիկին Ջեբեջան, ջան, եկեք վիրավորելուց մի խոսեք, երեք նայել եմ ձեր բանը, ռեպորտաժը հենց Գյումրիից։ Ֆանտաստիկ էր, այն որ այնտեղ ինչ որ չգիտեմ ինչ շայկա էր հավաքված, հա, ուղիղ եթեր էր, բաներ, տենց ասում եք, այ ինչ եք ասում Վահագն Ալեքսյանի։ Գյումրեցիներ են, ընտրողներ են։ Ես քաղաքացիներ են, 3 միլիոն վարչապետերից են։ Սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ դուք այդ կիսակրիմինալ բանդայի, այդ ոստիկաններին ամենավերջի սեռական բնույթի հայհոյանք տվող կին կոչվածների եւ մնացածի այդ բանը ներկայացման կարիքը չունեք եւ դուք շատ տարբեր եք ու Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ այդ քֆուրչի, չգիտեմ ինչ, զանգվածը ժողովուրդ ջան ձեզ չի ներկայացնում, հավատացած եղեք, ես դրանում Զանգվածը ձեր հայրենակիցները չեն, պարոն Ալեքսանյան։ Իհարկե մեր հայրենակիցներն են։ Ախեք այդպես տառանջատում, առանձնացում Փաշինյանն էր որոշ սիրուն բաժանում արդեն քֆուրին նմանվող բառապաշար օգտագործում, պարոն Ալեքսանյան, ասենք Որն է քֆուրի նմանվող Դոմփելը։ ասենք չկրկնեմ հեն ասած գործընկերները, շինելը, դոմփելը։ Պարոն Ալեքսանյան, Դե տեսեք, բայց դա էլ չէ մի վարքյան էլի։ Դե որտեվ ձեր գործընկերներն են, մեղավոր ինչ ասեմ, շինելն ու դոմփելը հարգելի գործընկերներ են։ Նշանակում է կառուցել եւ այն մյուսը չգիտեմ ինչ։ Ամեն դեպքում ինձ թվում է դուք էլ որպես կին ու որպես լրագրող շատ ուրախ կլինեիք, եթե Գյումրում հավաքված այդ մի քանի 100-200 հոգանոց զանգվածը այդ սեռական բնույթի հայհոյանքների փոխարեն օգտագործել, շինել եւ դոմփել բառապաշարը։ Իդեպ խստորեն, դե եթե սեռական բնույթը ավելի լավ էր, հա, այդ ուղիղ սեռական բնույթի հայհոյանքները։ Իդեպ խստորեն դատապարտում եմ նաեւ խստորեն դատապարտում եմ նաեւ ընդդիմադիր լրագրողներից մեկի հասցեին այդ նույն զանգվածի կողմից հնչեցված հայհոյանքներ։ Տեսեք, ես նախապես ասեմ, որ կարծում եմ, որ եւ օրենքները դա ենթադրում, որ կաշառակերը պետք է լինի իր տեղում նկատի ունեմ, հա, մեղադրյալի աթոռին, եթե դատարանի որոշում կա, դավաճանը եւ մնացած բոլորը, ովքեր օրենք են խախտել։ Բայց տեսեք, երբ որ մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների, նույն իրավապանների, հա, բացահայտումների արդյունքում, օրինակ մեղադրվում են որոշակի հանցանքների մեջ, նրանց ասֆալտին չեն փռում, Բայց Վարդանիկին էլ չեն փռել ասֆալտին։ Սիրուն ժպտալով, վազելով գնում էր նստեր մեքենան, ի՞նչն են փռել։ Տեսեք, իրեն օրինակ չեն հրավիրել, փաստաբանը եւ ինքը հայտարարում են, որ չեն հրավիրել, եւ հետեւաբար մարդկանց մոտ մեծ կապ ունի։ Եթե հրավիրեն չգնաց։ Ժողովուրդ ջան, շատ մարդ է, բայց դուք ես չեմ հասկանում, դուք ինչ եք Վարդան Ղուկասյանի տեղը ձեզ վացքում, երբ որ մարդը ուրախ, ժպիտով, շատ բան տենց որ կեշանկարվում։ Դե վազելով գնում էր մեքենան նստել, բայց ինչ բռնությունա տեղի ունեցել, ինչա տեղի ունեցել։ Բա խնդիրը որ ստացել Վարդան Ղուկասյանին պաշտպանել, ես իր մասում բացարձակապես վատ չեմ զգում, բայց իմ հարցը հետեւյալումն էր. ինչու իշխանության ներկայացուցիչների պարագայում նույն ձև իրավապանները չեն արձագանքում։ Օրինակ, ում դեպքում։ Ասենք Երևանի նախկին փոխքաղաքապետի, ձեր այն ազգային հերոսի, վերաբերյալ եւ այլն, ովքեր Չէ, մի վարքյան էլի ում դեպքում տենց չեն արձագանքում կոնկրետ օրինակ բերեք ու ինչ նկատի ունեք, այդպես չեն արձագանքում։ Ով երբ որ կալանավորվեց Գևորգ Թամամյան, Սիմոնյան։ Հա, կալանավորվեց, եւ։ Հա, նկատի ունեմ օրինակ իրավապանները ինչի չմտան, տենց Բայց ոնց մտնեին։ ոնց մտան Գյումրու քաղաքապետարան։ Բայց շատ նորմալ մտան Գյումրու քաղաքապետարան, ուրիշ բան, որ այնտեղ հավաքվեց մի զանգված, որը սկսեց ոստիկաններին որովհետեւ Չէ, մի վարքյան, ինչ կապ ունի չեն հրավիրել։ Ժողովուրդ չեն կարող բանա հարսանյաց տունա քնչական կոմիտեն, որ մարդուն պետքա պարտադիր հրավիրեն, բայց քնչական գործողություններ ունեն մարդիկ անելու։ Կներեք, չէ, մի վարքյան, քնչական գործողություններ ունեն մարդիկ անելու, այդ թվում եւ պետքա զննություն իրականացնեն, պետքա ապացույցներ ման գան։ Այդ որած մեկ ծանուցում չեն ուղարկել, ուրեմն գործի համար գուցե կարեւոր է եղել, որ մտնեն ու անսպասելիության էֆեկտը նաեւ անսպասելիության էֆեկտը նաև օգտագործելով կարողանան բան անել։ Մենակ դա ոնց որ դիմադիրների պարագայում է լինում։ Չէ, մենակ ընդդիմադիրների պարագայումը չգիտեմ, բայց գիտեմ, որ ցանկացած մի պարագայում, երբ որ հավաքվի ինչ-որ մի խառնամբող, որը սկսի ընդդիմադիր լրագրողներին, ոստիկաններին ամենավերջին բառերով հայհոյել ու փորձել։ Ես էլ եմ դատապարտում, դե բա ասում եմ Այդտեղ խնդիրը, ժողովուրդ ջան, այնա, որ եթե Վարդան Ղուկասյանը նորմալ դուրս գար,
նորմալ դուրս կգա։ Կանչեիք դուրս գա, ասած ես դրանից։ Ես էլ ուրիշ բան եմ ասում։ Քոչուբաևը ինչ էր արել, որ այդպես հրապարակային։ Եվ Ես ես վստահ եմ, որ հարկատուները հասկանում են պահի կարևորությունը եւ այդ դուրն ու լուսամուտը կվերանորոգվի։ Հիմա ԿՊ-ի օրակարգում կա Գյումրու համայնքապետի պաշտոնը վերցնել, հա, այսպես ասենք։ Ջորջան, Գյումրու համայնքապետի պաշտոնը բան չի, տես ճամպրուկ չի, որ վերցնես։ Հիմա չէ, սպասենք Սերժա Քոչարյանական խաչասերման երկրորդ սերիային, տենանք էս մի խաչասերումից ինչ են ուզում ծնեն, հասկանանք, արդյոք այդ չգիտեմ, բայց պետքա հասկանալ, կարող է ինչ-որ նոր մուտանտ են ուզում ծնեն այդ խաչասերման արդյունքում, պետքա հասկանալ, էլի կարող է էլի թունավոր հղի, եթե հղիությունը շատ թունավոր լինի, չէ լավ շատ վատ բառ ասեցի, ներողություն եմ խնդրում, այդ բառը չօգտագործենք, այդ խաչասերումը ընթացքը եթե թունավոր ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես կանանցից, եթե այդ խաչասերման ընթացքը թունավոր լինի, բնականաբար Նախավորեցիք պարոն Ալեքսանյան։ Համաձայն եմ իրականում նրանց դաշնակցականների հետ համեմատել չարժեր, էլի ներողություն եմ խնդրում։ Դաշնակցականներից թե Ակնհայտորեն ոչ դաշնակցականներ։ Դե հիմա սա տեսեք վիրավորանք է։ Առաջիկայում սպասվելիք տեղական ինստիտուտային մարմիններից առաջ այս կալանավորումը ինչ ուղերձ է հանրությանը։ Ձեր ընդդիմադիր գործընկերները նկատեմ շտապեցին ձեզ մեղադրել ընդդիմադիր էլեկտորատի նկատմամբ ոտնձգության մեջ, ասացին, որ դուք չեք հանդուրժում ընդդիմության հաղթանակը, ավելին Հայաստան Խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ մասնավորապես նշեց, որ գավաշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձեռնարկությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման այո, մարմիններին իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն։ Տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա։ Ոչ մեկ, ոչ ես, ոչ, չգիտեմ, մեր խմբակցության այլ падգամավոր, ոչ մեր թիմի այլ ինչ-որ մեկը չի գնացել ու Վարդանիկին չի համոզել, ասել Վարդանիկ ջան, գիտես ինչ կա։ Ախպոր պես էլի, արի գնա, սկսի կաշառք լափել, Վարդանիկ ջան։ Չէ, իրան ոչ մեկ չի համոզել դրան։ Նույնիսկ հակառակ այդ մարդ ախր մտել աշխատասենյակ, կարծեմ մեծ մասը դերկա եկեղեցի։ Մտել առաջի բան ասելա, այստեղ ամենուր ժուչոկներ են դրած, բարև տղերք, ինքը հասկանում եք, նույնիսկ դա հասկանալը, գիտակցելը, տեղյակը լինելը իրան հետ չի պահել, ինքը կոնկրետ կապվածություն ներողություն հաստատում եք, որ եղել է։ Չէ, ես հաստատում եմ, որ ինքը այդպես է Չէ, դուք մտածել։ ասացիք նույնիսկ դա իրեն հետ չի պահել։ Այո, իր մտածելը նույնիսկ այդպես իրեն հետ չի պահել, հարգելի պարոն Կիրակոս։ Որտեվ լսում ենք այդ նախորոքը որն է, Տիկին Ջեբեջյան, նախորոքը որն է, երբ որ մեր ականջով լսում ենք, որ մարդը ասում է AI-ով էլի կբան կարակ լսեք, բայց իրականությանը Տիկին Ջեբեջյան, սա արդեն ձեր ու ձեր պաշտպանած քաղաքական ուժերի կներեք։ Դուք ստիպում եք, որ լրագրողը ստիպված այդ մյուս կողմի բանը, փաստաբանի դերը ստանձնի ու հակադարձի։ Տիկին Ջեբեջյան, ես ձեզ ընդհանրապես չեմ ստիպել, դուք դա ինքնակամ եք ստանձնել, խնդրում եմ ինձ մի բայց ավարտեմ էլի ստեղ մի վարքյան, հարգելի ընկերներ, Տիկին Ջեբեջյան, սա արդեն մոտավորապես 8-րդ փորձն է ձեր եւ ընդդիմադիր դաշտի, առանձնացված ասեմ, ձեր եւ ընդդիմադիր դաշտի ինչ որ մի ձայնագրություն ներկայացնել որպես արհեստական բանականությամբ պատրաստված։ Կարող է ենթադրում եմ։ Ես էլ ասում եմ չի կարող։ Ես էլ ասում եմ չի կարող, ժողովուրդ ջան։ Ես էլ ասում եմ չի կարող։ Ալեքսանյան ընդդիմադիր էլեկտորատին Սա թե ընդդիմադիր, թե ոչ ընդդիմադիր, թե նեյտրալ, թե ապատիկ, թե պրոիշխանական էլեկտորատին մի ուղերձ է։ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք վերադարձ չի լինելու լափակերությանը, կաշառակերությանը, համայնքը ու պետությունը սեփական գրպանները ու լափամանը լցնելու միջոց դիտարկելուն։ Երբեք չի իրավապահ համակարգի գործողություններին ձեր քաղաքական գնահատականները եւ անիվի դեպքում եմ ասում դիմության եւ ձեր անմեղության կարգավարկածը չի կարելի խախտել։ Խնդիրը դա է, դա խփում է իշխանությանը հենց։ Հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք հետեւյալ մի բան։ Երբ որ կամայական ընդդիմության ներկայացուցիչ ինչ որ մի խոսք է ասում, այդ խոսքը ենթակա է նաև քաղաքական վերլուծության ու քաղաքական գնահատականի, օրինակ իմ կողմից, ճիշտ է, սա անվիճելի է, ճիշտ է։ Հիմա սրան զուգահեռ կա նաև Վարդան Ղուկասյանի ուրիշ խոսք, օրինակ նույն ընտրությունների ժամանակ, երբ որ
ամենավերջի բառերով հայհոյում էր իր պոտենցիալ ընտրողներին, հիշում եք, չէ՞, ձայնագրությունները, այդ նողկալի խոսույթը։ Կա Վարդան Ղուկասյանի ուրիշ ձայնագրություն, որը հրապարակվեց երեկ, որտեղ մարդը ինչ ասում է, ինչքան է տալի, 6 միլիոն վերու, վերցրային, եկեղեցու ասում է նկարիչներին թող են պարկ, եկալ տանք, հիմա ես դատավճիռ չեմ դակում, չեմ ասում, այ Վարդան Ղուկասյանը պետք է տանել նստեցնել 5 տարի, 6 տարի ժամկետով, չէ, ես լսել եմ Վարդանիկի խոսքը, ու ես դրան տալիս եմ քաղաքական գնահատական, ես ասում եմ այդ տեղի ունեցածը լափակերություն է, կաշառակերություն է, ուսերիկայություն է, ես դա տալիս եմ։ Դատարանի վճռից հետո գնահատական կտանք նայ։ Հարգելի գործընկերներ, ես ամեն մի քաղաքական կամ ոչ քաղաքական ընդդիմության կամ, չգիտեմ, այլ քաղաքական ուժի խոսքին չպետք է արձագանքեմ դատարանի վճռից հետո։ Դատարանը կհրապարակի իր վճիռը, ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականը։ Ոչ քաղաքական գնահատականը, դե հիմա Պարոն Ալեքսանյան քաղաքական վերադառնալով Հայաստան, կներեք, վերադառնալով Հայաստան խմբակցության հայտարարությանը, դե մարդիկ ուղղակի ստորագրում են էլի այդ խոսքերի տակ, որ այդ 4 միլիոնը վերու ամեն դեպքում քվեարկում է Հայաստան խմբակցությունը, որ վերու լինի այդ 4 միլիոն դրամը, ու որ վերցվի այդ 4 միլիոն դրամը, ինչպես եւ եթե բախտները բերի ուրիշ համայնքներում ընդհանրապես իշխանության կան ավելի շատ գումար վերցնեն, շատ ավելի լավ կլինի։ Իրանց ասած է դա, որ վերցնելու ենք, լավ ենք անելու, էս է մեր գործը, նաև իմացա, որ Տաշիր Սամոյի, ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի քաղաքական շարժումը այդ մեր ձևով կոչվածն էր նաև ասել, որ անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, դա նշանակում է մի բան, անկախ նրանից այդ զապիսը ճիշտ է թե ճիշտ չի, անկախ այդ ձեր նշած բոլոր բաներից, էլի, անկախ նրանից ինքը մեղքը կընդունի, անկախ նրանից կպարզվի քանի հատ է տենց բան եղել, իրանք մեկը աջակցում են եւ նորից ես զարմացած չեմ։ Պարոն Ալեքսանյան, չէ, կարծում որ հիմա առիթը չլիներ, որ կներես հայտարարությունից հետո, պարոն։ Հիմա որպեսզի առիթը չլիներ, որ Վարդան Ղուկասյանն ասեր այդ 4 միլիոնը վերու, պետք է իշխանությունը ժամանակին կոռուպցիայի դեմ պատշաճ պայքար իրականացներ։ Դուք թողեցիք Վարդան Ղուկասյանը դարձավ ընդդիմադիր քաղաքապետ, նոր հիշեցիք, որ ինքը փողեր է վերցնում։ Չէ, կներեք, մի վարքյան էլի։ Նախ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ ու նոր կատարեց հենց կոնկրետ այս գործողությունը։ Դրանից առաջ էլ կար ուրիշ քրեական գործեր Վարդանիկի հետ կապված, որոնք ընթանում էին ու ընթացքի մեջ էին, ուղղակի ի տարբերություն այս մեկի արդեն մտել էին դատաքննության փուլ ու այստեղ կալանքի հարց այն դեպքերում չի քննարկվել այսքան մեծաշու։ Հիմա ձեր գործընկերները մեզ մեղադրում էին քիչ առաջ, որ այս մի դատական գործը կամ այս մի քրեական գործը մի տեսակ արագ ընթացք ունեցավ։ Հիմա այն մեկում էլ լիքը մարդ մեզ մեղադրում է թվում եւ դուք որքան հասկանում եք, որ այն մի քրեական գործն է դանդաղ ընթացք կա ունեցել։ Հիմա իմ ասածն էլ որն է, հարգելի գործընկերներ, ես կամ մեր թիմը առհասարակ չի կարող եւ չի էլ մասնակցում է դատական գործերի արագությանը, դանդաղությանը, միջին տևողությանը, դրանց ընթացքին, սենց գնալուն, նենց գնալուն։ Մենք ընդհանրապես ասում ենք, մենք ունենք քաղաքական կամք Հայաստանի Հանրապետությունում պայքարել կոռուպցիայի դեմ։ Մեր մեսիջը բոլոր իրավապահներին հետևյալն է. տեսնում եք կոռուպցիոներ, կատարեք համապատասխան օրենքով սահմանված գործողությունները, անկախ նրանից այդ կոռուպցիոները որ քաղաքական թիմ է ընդհանրապես։ Շատ Պարոն պարզ։ Ալեքսանյան, հաջորդ հարցերս որպես տամ մի քանի վարքյանանոց վիդեո պետք է միացնեմ։ Սա կարմիր բերետավորն է։ Ասնասարի դեմքը ֆիքսել եւ այստեղ Բայց ում ասում։ Ում ասում, ինչ են արել։ Անչափահաս նայեք, անչափահաս երբեմն ասում է գնայինյան, դավայ, կարմիր բերետավոր են մեկնել ասում է ձեր սաղի դեմքը ֆիքսվել, բայց այս սպառնալիքի լեզվով ինչ մի վարքյան, ես լսել եմ, նայել եմ այնտեղ, ես նայել եմ մի շարք լայվեր, բաներ, ձեր գործընկերները այնտեղ էին, տեղում էին, հարգելի գործընկերներ ու ես լսում էի, թե օրինակ ոնց էին ոստիկաններին ինչ-որ հայհոյանքախառը բառերն ասում։ Եվ ոստիկան պետք է ասի դավայ։ Մի վարքյան ավել ասում, որ ոստիկանին ոնց էին քրեական, տենց կիսաքրեական ենթամշակույթին բնորոշ բառեր ասում, ոնց էին տենց ինչ-որ բան էլի տենց ինչ ասեմ, նողկալի փողոցային մակարդակի ինչ-որ բաներ հնչեցնում ոստիկանների հասցեն, որոնք ընդհանրապես համազգեստ հակած ծառայում են Հայաստանի Հանրապետությանը եւ օրենքին։ Հիմա հնարավոր է, չէ, կներեք, երբ կոնկրետ անդրադառնում եմ, Նարեկ ջան, անդրադառնում եմ։ Ասում եմ, հիմա եթե ոստիկաններից մեկը կոնկրետ այդ իմ նշած շրջանակից, այդ կիսափողոցային ոստիկաններին պիտակավորող, հայհոյող զանգվածին ասելը բոլորի դեմքերը ֆիքսվել է, դա համարում եմ նորմալ։
որտեվ այո, ոստիկանը պետք է նաև ֆիքսի հանցագործություն կատարողներ։ Ֆիքսել են, ոչ թե օրինական շրջանակում, այլ բայց ես այդտեղ ապօրինի բան չեմ տեսնում։ Մյուս դեպքը դավայ արան։ Դե դա համարում եմ արդեն անթույլատրելի խոսելա ոչ այս դեպքում կարծում եմ այո պետքա որոշակի բան լինել քաղաքացու նկատմամբ այդպես խոսել չի կարելի Վրաստանում հիմա տեսախցիկներ են դրել որտեղ ֆիքսում են մարդկանց դեմքը ցույցերին մասնակցող տարբեր տվյալներ որպեսզի հեշտությամբ կարողանան նույնականացնել հետո դուք բացառում եք որ մի օր մենք էլ Հայաստանում նման իրավիճակի ականատես կլինենք որ այսպես ասած խելացի տեսախցիկներ կտեղադրվեն ցույցերին մասնակցող քաղաքացիներին նույնականացնելու համար Ում ցույցերին նկատի Ընդհանրապես Հայաստանում տեղ ունեցող Ես հադրում նկատի ունեք ընդդիմության ցույցերին ժողովուրդ ջան ես կարծում եմ 2-3 հազար հոգում բոլորս դեմքով անունով գիտենք ֆիքսելու ոչ մի անհրաժեշտություն չկա ենթադրում եմ այսքանը թե էլի հարցում Իսկ նման տեսախցիկներ դնելու Էլի եմ ասում ընդհանրապես չեմ տեսնում նման օրինակ 30,000 Օրինակ հա օպերայում 30,000 է ինչ է Դες բանը էլի ժողովուրդ ջան ես չեմ հաշվել բայց ամենա 7000 հաշվել դուք եք իջեցնում Բայ հարց եմ տվել ինչ է կասկածի տակ դնում Ժողովուրդ ջան ես չեմ ցավոք սրտի հարգելի Նարեկ ես չեմ կասկածի տակ դնում մաթեմատիկան եւ ֆիզիկան է կասկածի տակ դնում որովհետեւ 30,000 թվի պարագայում 1 քառակուսի մետրի վրա եթե չեմ սխալվում պետքա կանգնած լինեին 8 թե 9 հոգի խնդրում եմ ուղղակի ֆիզիկապես փորձեք 1 քառակուսի մետրի վրա կանգնել 8 կամ 9 հոգով, եթե ստացվի շատ ողջունելի է, եթե չստացվի, եթե չստացվի, ուրեմն իմացեք, որ դա չի կարելի, իսկ եթե ամեն դեպքում ստացվի, մի հատ այդ կանգնած խտությունը համատեք այնտեղի խտության։ Դուք որ արձանագրեցիք այս կարմիր բերետավորի վատ պահվածքի դեպ կարմիր բերետավորների Չէ, այդ բառապաշարի վատ պահված, այդ բառապաշարի անթույլատ դավայ արա նախ Ինչքան էլ անցնում ենք առաջ, թե օրինակ որպես պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ ինչ կանեք։ Ես կարծում եմ պետքա քննարկում ունենալ առհասարակ ոչ միայն այս դեպքով, այլ պարբերաբար լավարկել մեր ոստիկանության աշխատանքը, այդ թվում նաև քաղաքացիների հետ շփման տեսանկյունից եւ մնացածի տեսանկյունից ես կարող եմ ասել, որ միանշանակ է, որ մեր ոստիկանների աշխատանքը նաև շատ ստրեսային է, սա էլ է պետք հաշվի առնել, իհարկե բնավ չեմ արդարացնում, էլի եթե կա ինչ-որ անթույլատրելի մի բան, բայց դա էլ է պետք հաշվի առնել, որ մարդկանց աշխատանքը շատ ստրեսային է ու այդ ստրեսը նաև պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հաղթահարվի ու առհասարակ գործողությունները ինչ պետք է լինեն, բայց մենք նաև խնդիր ունենք հասարակության շատ հասարակության չի ասի, բայց մի որոշ շերտի հետ մենք խնդիր ունենք ակնհայտորեն, օրինակ Գյումրու մակարդակով դա որքան երեք հասկացա 100-200 հոգի էր, որոնք ակնհայտ փողոցային բառապաշարով ու քրեական ենթամշակույթին հարիր բառապաշարով են խոսում ոստիկանության մասին ու ոստիկանության հետ։ Դա էլ մի ուրիշ խնդիր է ու հնարավոր է դա ծնել այդ հակազդեցությունը ձեր ասած, ինչը իմ կարծիքով էլի սխալ է, որտեղ պետք չի դրան արձագանքել օրինակ ռուսերեն դավայ բառով, կարելի է ուղղակի ասել գնա այստեղից։ Անչափահաս երեխաներին է ասում։ Դե հատկապես անչափահաս երեխաներին պետք է ասել գնա այստեղից, երբ որ շուրջ բոլորը ինչ որ կիսակրիմինալ դեմքեր են, բայց պետք է դա ասել հայերեն ու պետք է ասել դա խնամքով ու հոգատարությամբ։ Ձեզ չմտածում եմ, որ ոստիկանությունը չի բարեփոխվել քաղաքացու հետ քաղաքակիրթ շփվելու կարողություն ունի, եթե ոստիկանությունը բարեփոխված չլիներ, օրինակ Սերժի կամ Քոչարյանի օրոքվա ոստիկանությունը լիներ, բոլորին մահակներով կծեծեին լավագույն դեպքում ջրցանը կհանեին, կշփեին, ժողովուրդ ջան, կծեծեին մարդկանց, կգցեին մակարդակը Սերժն ու Քոչարյանը։ Դաս մեկ չի բարեփոխվել։ Երեքը կարող է էլեկտրաշոկերեն նման Դե կարող է, եթե ինչ-որ մի սրիկա գար ոստիկաններին ասեր, օրինակ սաղավարտները թանեք ձեզ ոչ մեկ չի խփելու, հետո այդ սրիկայի համախոհները բորջուրները սկսեին քանդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ենթադրում եմ, որ Զարյա 3-ը կլիներ շատ արդարացված։ Զարյա 3-ը այստեղ ազգային ժողովի մոտ է կիրառվել եւ այգում դրան նախորդել է կոնկրետ մարդու կոչ, որ ոստիկաններ ջան, հանեք այդ սաղավարտները, ձեզ ոչ մեկ բան չի անելու, դրանից հետո տեղի ունեցել այդ ինչ-որ խմբի կողմից, որ բորջուրները sense ջարդում էին ու շպրտում ոստիկանների ուղղությամբ։ Պարոն Ալեքսանյան, խոսեցինք նաև քաղաքական հայտարարություններից, վերջերս նաև շատ եք խոսում եկեղեցականների թեմայով, արդյոք դա կապ ունի ազգային ժողովում քննարկվող այդ երրորդ հանրային հեռարձակողին կրճատելու թեմայի հետ։ Այսինքն շողակաթը կրճատելու թեմայի հետ արդյոք կապ ունի։ Բայց շողակաթը որտեղ տեսակ հենց շողակաթը այդտեղ։ Տեսել սոցիալական մեդիայի մասին, օրենսդրականությունների հետևից չլինենք, շողակաթի մասին է խոսքը։ Ես այդ նախագիծը ինչքանով որ տեսել եմ, դա մի բանի մասին է, որ
հանրային մուլտիպլեքսում, հանրային հեռուստաալիք, որպես պետք է լինի առնվազն 2, կարա լինի 3, կարա լինի 4։ Տիկին Ղազարյանի այդ հարցազրույցը չեմ նայել, նախագիծն դեռ չենք քննարկել, որ մանրամասները լավ իմանամ, բայց ինչ վերաբերվում է եկեղեցուն, քանի որ այս թեման է բացեցիք, պիտի ասեմ, որ խստորեն դատապարտում եմ այն ամբողջ հակաեկեղեցական շարժումը, որը որ տարվում է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա աջակիցների կողմից, ինչպես նաեւ ընդդիմության, խստորեն դատապարտում եմ հայ առաքելական եկեղեցու օծված քահանա Տեր Արամի նկատմամբ տարվող այդ ատելության արշավը, կարծում եմ դա հենց հակաեկեղեցական բնույթ ունի, խստորեն դատապարտում եմ Կտրիչ հակաեկեղեցական շարժման առաջնորդի կողմից քահանաներին, ինչպես պարզ դարձավ այն մյուս զայնագրությունից, այդ թվում եւ arczepiskopos քահանաներին ստիպելը, որպեսզի նրանք իրանց ծնողների հետ գնան Քոչարյանի կամ Սերժի միտինգներին, կարծում եմ, որ այս հակաեկեղեցական արշավը, որը ղեկավարվում է Կտրիչ Ներսիսյանի կողմից, պիտի հանգուցալուծվի եւ Կտրիչը պիտի հեռանա վեհարանից։ Դա նշանակում է, որ հաջորդ լինելու է հենց Վեհապան հայրենիքներ, նաև ձայնագրություն հրապարակել։ Ինչ է նշանակում հաջորդը լինելու է։ Նկատի ունեմ հաջորդ զոհականության վերման ենթարկել եւ այլն։ Ես չգիտեմ, բայց իմ կարծիքով ակնհայտ է, որ ցանկացած մեկը բռնանում է իր ենթակաների վրա, ստիպում է, որ պատերազմում եղբայր կորցրած քահանան իր որդեկորուս մորը վերցնի ու ստիպողաբար գնան Քոչարյանի կամ Սերժի միտինգին, այդ մեկը պետքա պատասխան տա։ Իմ կարծիքով հենց հակաեկեղեցական բառը շատ է շահարկվում, իմ կարծիքով հակաեկեղեցական բառի մարմնավորումը հենց Կտրիչն է իր այդ գործողությամբ։ Հայրենու իհարկե Պարոն Ալեքսանդր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Բեհարանը պետք է Ես կարծում եմ, ես ի տարբերություն Կտրիչ Ներսիսյանի հավատացյալ մարդ եմ։ Այս ձեր այսքան աշխարհից հետո պարոն Ալեքսանյան, ով է ձեր երեխաներին, ձեր հարազատներին կնքելու, ով է ձեր ամուսնությունները օրհնելու։ Ասենք դուք ձերոնցով կանչելու եք բանան եք, Տեր Արամը Այդ լուրջ եք ասում, այդ լուրջ եք ասում։ Այդ լուրջ եք ասում, Տիկին Ջեբեջյան, արշավը մենք ենք սկսել։ Դուք եք հայ առաքելական եկեղեցու հավատավոր ու օծյալ քահանա Տեր Արամի եւ մյուսների նկատմամբ տանում արշավ։ Դադարեցրեք այդ արշավը, դադարեցրեք ձեր հակաեկեղեցական արշավը, ես ձեզ կոչ եմ անում։ Ձեր հակաեկեղեցական արշավը պիտի դադարի։ Հայ առաքելական եկեղեցին դիմացել է դարեր շարունակ, հայ առաքելական եկեղեցին դիմացել է մի շարք ասպատակություններ ու ես վստահ եմ, որ Կտրիչա կագեբեյա կղերաքրյա օլիգարխիկ էսկալանի ասպատակությանը եւս կդիմանա այս ամեն ինչի ու այն բոլոր քահանաները ում գրպանում որ թե ուղիղ եւ թե փոխաբերական իմաստով որ կային արծաթը, որով իրանք դավաճանել են թե Հիսուսին, թե Հայաստանի Հանրապետությանը, թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով, նրանք բոլորը պատասխան կտան, բայց առաջին հերթին Աստծո Ալեքսանդր, ձեզ մի պատված ԿՊ-ի գրասենյակում եք։ Ինչի՞։ Որովհետև ասում եք դադարեցրեք այս հակաեկեղեցական արշավը, դրա համար տպավորություն է, որ ԿՊ-ի գրասենյակում եք։ Չէ, ԿՊ-ի գրասենյակում հակաեկեղեցական արշավ անող լրագրողներ չկան, հարգելի պարոն Կիրակոսյան, դուք շփոթվում եք։ Իսկ որ նշեցիք կագեբեական եւ այլն, դրա վերաբերյալ փաստեր կան։ Քրիստոնեական հավատամքը որդանարում եք ձեր։ Որ նշեցիք կագեբեի անունը տվեցիք, դու դրա վերաբերյալ փաստեր կան։ Ես կարծում եմ ակնհայտ է այդ բոլոր փաստերը։ Ուղղակի ուսումնասիրեք խորհրդային միության պատմությունը, ուղղակի ուսումնասիրեք այն բոլոր բացահայտումները, որոնք եղել են խորհրդային միության փլուզումից հետո, թե Լատվիայում, թե Լիտվայում օրինակ, թե Ուկրաինայում, թե մնացած տեղերում։ Գիտեմ, դուք եք արշավն իրականացնում, դուք ինքներդ պատասխանեք։ Խորհրդային երկրներից Դե ես առնվազն շատ ուրախ եմ, քանի որ այդ կոնկրետ այդ հոգևորականները ապահովագրված են Կտրիչի կողմից կարգալույծ արվելու հեռանկարից։ Ոչինչ, մենք հասկանում ենք, հարգելի հոգևոր հայրեր, ձեր վիճակը ծանր է, Կտրիչը գուցե ինչ-որ ռեպրեսիաներ է փորձում ձեր դեմ իրականացնել իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, բայց դուք ինքներդ հասկանում եք, որ Կտրիչի հեռացումը վեհարանից այլևս շատ ու շատ մոտ է,
ու նա այլևս չունի ոչ մի իշխանություն։ Ինչ տարբերակ։ Հոգևոր Որ ասում եք պիտի հեռանա, պիտի հեռացի։ Ինքն իր ոտքով հեռանալու է վեհարան։ Ինչպես։ Նա Աստծո կամով, Աստծո կամով, Աստծո կամով, Ինչու եք վստահ։ Աստծո կամով։ Ես վստահ եմ, ես վստահ եմ, որ Աստված դեմ է կեղծիքին, ձեզ ասել, պարոն Ալեքսանդր, որ ինքը դեմ է կեղծիքին, ու դուք ասում եք, որ դուք հակաեկեղեցական արշավ չեք անում։ Պարոն Ալեքսանդր, Բայց Աստծո դուք եք կաթողիկոսը ուխտա Ես ասում եմ Աստված դեմ է կեղծիքին։ Այդ դեպքը կեղծիքին, բայց հայտարարություն անել։ Որ Աստված դեմ է կեղծիքին։ Ոչ կեղծիք։ Ըստ ձեզ Աստված դեմ չի կեղծիքին։ Ժորժ ջան, այս խոսակցությունը անիմաստ է շարունակվում։ Պարոն Ալեքսանդր